Քրիստոս հարյավ իմերելոց, մեզ և ձեզ, մեծ ավետիս։ Սիրելիներ, վստահաբար բոլորս էլ մեր կյանքում սիրում ենք նվերներ ստանալ, և որքան այդ նվերները արժեքավոր են լինում, որքան ճոխ են լինում գեղեցիկ, այնքան մեծ է լինում մեր ուրախությունը, սակայն այս նյութական արժեքներից առավել, քան կարևոր է հոգևոր նվերները կամ հոգևոր պարգևները։ Օրինակ մեր կյանքը, որ Աստծուց իբրև պարգև ունենք ստացած, և շատ կարևոր է այս մասին խոսել, անդրադառնալ և մշտապես մեր ուշադրությունը սևեռել հենց այս հարցի վրա։ Մենք փոխարենը Աստծուն ինչ կարող ենք նվիրել կամ ունենք ինչ-որ բան արդյոք, որ կարողանանք նվիրել։ Անշուշտ, եթե մեր մեջ գերիշխում է այն գիտակցումը, որ այն, ինչ որ մեր կյանքում ունենք, Աստծուց պարգև է, մենք վստահաբար Տիրոջը պիտի նվիրաբերենք, ընծայաբերենք ամենաթանկը և մեզ համար ամենանվիրականը։ Ինչպես Քրիստոս ավետարանում ասում է. «Ով ինձ համար թողել է ինչ-որ բան, իր ընտանիքը, իր ընկերներին, իր կնոջը կամ իր ամուսնուն, վստահաբար պիտի ժառանգի երկնքի արքայությունը և հազարապատիկ կամ հարյուրապատիկ պիտի իրեն ավելիով տրվի»։ Ճիշտ հենց այս մասին է նաև Մարկոսի ավետարանի այրի կնոջ Լումայի առակը։ Հիսուսը կանգնած գանձանակի դիմաց դիտում էր, թե ինչպես էր ժողովուրդը դրամ գցում գանձանակի մեջ։ Շատ հարուստներ մեծ գումարներ գցեցին։ Մի այրի կին եկավ և 2 լումա գցեց, այսինքն մի նաքարակիտ։ Հիսուսը իր մոտ կանչելով իր աշակերտներին, ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այն թշվառ այրին ավելի շատ գցեց, քան բոլոր նրանք, որ գանձանակի մեջ դրամ գցեցին»։ Սիրելիներ, ինչպես ընթերցման մեջ պատմվում էր, Քրիստոս տաճարի գանձանակի մոտ կանգնած դիտում էր մարդկանց։ Այսօր էլ Քրիստոս շարունակում է դիտել մեզ ամենքիս յուրաքանչյուրիս, թե արդյոք քրիստոնյա վայել է մեր ընթացքը, թե մենք նմանվում ենք այն մեծահարուստներին, որոնք իտես իցույց ժողովրդի իրենց ավելցուկից փորձում են դրամ հատկացնել և բաժանել մարդկանց, որպեսզի նրանց աչքին առատաձեռն են երևան։ Ի հակադրություն այս դրվագի, այրի կին, որ ունի ընդամենը 2 լումա և աննկատ է մնացել բոլորի աչքերից, բայց ոչ Քրիստոսի։ Սիրելիներ, այրի կնոջ օրինակով պիտի մենք այս կյանքում ձգտենք լինել ոչ թե մարդահաճ, այլ աստվածահաճո, գովաբանվել, փառաբանվել ոչ թե մարդկանցից, այլ Աստծուց։ Եվ այրի կնոջ օրինակը շատ լավ օրինակ է, որպեսզի կարողանանք մեր կյանքում աչալուրջ կերպով մոտենանք այն ամենին, ինչ որ Տերն է մեզ պատվիրել և անհրաժեշտության դեպքում ընծայաբերենք լավագույնը։ Սիրելիներ, ինչպես երեխան զգաստանում է, երբ հայրն իրեն է նայում, նույն կերպ մենք իբրև ճշմարիտ քրիստոնյաներ պիտի կարողանանք մշտապես այդ ոգով, այդ գաղափարով ապրել, որ Աստված ամեն օր իր հայրական հայացքով մեզ է նայում, և մենք պիտի կարողանանք ամեն մի օրը ճիշտ տնօրինել, որպեսզի նաև կարողանանք արժանանալ երկնային կյանքի երանությանը մեր բարի գործերով և առաքինի վարքով։ Աստված պահապան ամենքիս։